Բժիշկները թերթերում, կալոնկաներում հոդվածներ էին գրում։ 1000-ից 200-ը հետաքրքրված է դրանով։ Ու դու պետք է շատ արագ հասկանաս այդ, բռնես այդ տրենդը։ Ամենակարևորը թե ոնց կներկայացնես այն պրոդուկտն ու ծառայությունը, դա առաջին ակսելերատորն է։ Պոստսովետական երկրներ գովաստ հասկացողություն չի եղել, մարքեթինգ չի եղել։ Իրականությունից կտրվես այնքան, որ իբր քո ձեռքերը Աստված է համբուրել, դու այդ տիպի բժիշկ ես, որ ոչ մեկ հետ չկոմունիկացվես։ Ես վիդեոներ ունեմ, որ ինքը նախատեսված է մենակ ուրոլոգների համար։ Աղանդավոր մարդիկ հիասթափվում գնում են երկրից կամ ամենակիչը իրենց հիմնարկից։ Ստամատոլոգները սա հարուստ են։ Չեն հաշվում իրենք ինչ են աշխատում, ինչ են ծախսում։ Քեն Հայաստան բիզնեսմեն բառը ընկալում որպես խափեպա։ Առողջ ատամներ ունենալու ձեր գրավական, այսպես մի հատ կանենք ձևով սկսենք հաղորդումը, որ вообще հետաքրքիր չլիներ ոչ ոքի։ Այսօրվա հյուրը ունիկալ անձնավորություն է, ում հետ սովորել եմ գծետը 10 տարի նույն համասարանական պատերի ներքո, շատ ջերմտերիմ հարաբերությունների մեջ ենք եղել միշտ, ու այսօր իր հետ խոսելու ենք ոչ թե ստամատոլոգիայից, որովհետև շատ ենք խոսացել այդ թեմայով, այլ խոսելու ենք թե ինչ խնդիրների է բախվում ստամատոլոգիան Հայաստանում, ինչպիսին պետք է լինի ստամատոլոգիան, ու առհասարակ արդյոք կարելի է ստամատոլոգիայից ստեղծել այնց բիզնես ունես բիզնես միջավայրի շուրջ կառուցել այդ ամեն ինչը, որպեսզի ստամատոլոգիան հասնի այլ երկրների մակարդակի, չնայած այս կողքից որ նայում եմ, ուրիշները ձգտեն հայկականին հասնեն, մեր հյուրը Elix կլինիկայի գործադիր տնօրեն, հիմնադիր տնօրեն, չգիտեմ, Անդոն չնեղանա էլ համահիմնադիր Կարեն Թովմասյանն է։ Պրիվետ Կարճան։ Ողջույն Դավջան, ապրես հրավերի համար, որ ասեցիր 10 տարի, ես 10 տարի հիշեցի։ 2010 թվին ընդունվել ենք ինստիտուտ, մենք մի կուրսից ենք եղել։ Իմիջելոց, եթե չեմ սխալվում, մենք օլիմպիադայել ենք իրար հետ գնացել, այն օրն է հիշում։ Քիմիայի կարող է։ Ես ամենաուժեղը պատմության օլիմպիադայից եմ եղել, բայց հետո պետք չէ կապել, եկա տենց հաղթել բան։ Կար դու ճիշտ է ասա հենց իմաստը, ճիշտ արդարացի ասա։ Ոնց է եղել։ Բուժեիր ուզում ընդունվել, ստոպ ընդունվել չէ։ Ես առաջի կուրսը ընդունվել եմ բուժվակ, հա, բալերը սերիկեց, բավականին ինտենսիվ պարապում էի, ուզում էի վիրաբուժիչ դառնալ, իհարկե բուժվակի ուսանողների հիմնական խնդիրն է, որ նույնիսկ ավարտում են, հələ չգիտեն, չէ՞, որտեղ արձինատու։ Մի մասնագիտություն են ընտրում, ջոգում են, որ ինչի ուզում են ուրիշը փոխեն, հա։ Հիմա պապիկը ստամատոլոգ էր, քույրս էլ այդ ֆակուլտետում էր, ընկերներ կային, համոզեցին այն ժամանակ հեշտ էր լինում, էլի փոխել ֆակուլտետը, առաջի կուրս բուժվակից հետո փոխեցի ստոմֆակ։ Հիմնական բայց հակառակն է ալնում, բալերը չի եկում բուժվակի, ընդունում են ստոմ, հետո փոխում են բուժ, հետո գլխներին են տալի։ Հետո որ գործ չեն ճարում, գլխներին են տալի։ Իմիջելոց ի պատիվ քեզ ասեմ, որ ես միշտ պարտանում եմ քո ձեռքբերումներով, որովհետև ես է քոնով դել։ Ալ իրար գովանք։ Որովհետև գիտեմ ինչ դժվար է կայանալ բուժվակը ավարտելուց հետո ստամատոլոգիան մի քիչ համեմատած էլի ինչ որ հեշտություններ ունի, բայց բուժ ֆակը ավարտելուց հետո ընդհանուր պրակտիկայի բժիշկը բավականին բարդ է կայանում Հայաստանի պայմաններում։ Ստամատոլոգիան էլ, բայց համեմատած։ Ստամատոլոգիան էլ այնպես մեծ կոնկուրենցիայի մեջ է, այնա դու գիտես, ախպերես նոր ավարտել է ու կոնկուրենցիան այնքան մեծ է այդ ոլորտում, որ շատ դժվար է դες լավ մասնագետին հայտարարել իր մասին, որովհետև առավոտի ծիրիգուն այ դրանից սկսենք խոսալ, էլի դու առաջի բլոգեր ստամատոլոգներից մեկն ես, որովհետև եթե ես բժիշկ բլոգերություն էի անում, դու նույն չափ հավասար 5 տարի կլինի, չէ՞ կար։ Դա 18 թվականից 18 ավելի շատ 7 տարի։ 7 տարի դու առաջին ես որ չէիր բան անում, էլի վիզիտկեքը Վարշավյանոցներում դնում, այլ սկսեցին Instagram-ով ասել ստամատոլոգիայի մասին, խոսալ եւ այլն եւ այլն։ Ոնց էին այդ ընդունում ուրիշները, երբ որ դու սկսեցիր։ Հետո ես կասեմ ոնց էին ինձ ընդունում։ Հա, 18 թվականից սկսած ես իրան նայում եմ որպես առաջին հերթին հոբի ու ինքնադրսևորվելու միջոց, քանի որ այդ են թիվներ, որ արձինատուրայում ենք նույնիսկ նոր ավարտում ենք։ Եթե չեմ սխալվում, մոտ 3-ից 4 ստամատոլոգի ընդհանուր էջ կար սոցցանցերում։ Ինչ լավ վախտերի ինչ։ Հա, ու բաներ են, որ ասենք Instagram-ում ունես 10000 հետևորդ, ինչ գցեցիր 10000-ն էլ լայվ է, Instagram-ն էլ մի քաղցր ժամանակներ կային, հա։ Հա, մի խոսքով այդպես սկսեցինք ու ես եւ ընկերս Անդրանիկը, ում հետ հիմա հիմնադրել ենք մեր կենտրոնը, հիմնադրել ենք։ Ու շատ դժվար էր, այսպես ասեմ, ավակ գոլեգաներ ում հետ աշխատում ենք, դե վարձավճարային սկզբունքով էինք աշխատում, այսինքն տալիս ենք սիմվոլիկ 32000 դրամ։
ու բաներ դրա դիմաց մեզ տալիս էին աշխատաժամ ու ոչինչ էլ այսինքն բուժարու չկար դու պիտի քո ծանոթների ընկերների համար սովորեիր փորձը շատացներ իհարկե տեսնում էր որ օրորի աճում ես լավ է հետո արդեն երբ որ զգացինք որ լուսաբանում ես ավելի շատ մարդիկ են քեզ վստահում առնվազն առաջի շղթան որ քեզ վստահում է դա քո բարեկամներն են ովքեր որ քեզ տեսնում են սոցցանցով Վայ, ես այն մեկ Կարեն չոնչի այն պապայանը ոնց է։ Այն որ չէին սպասում որ դու այդքան մեծացել ես։ Դու արդեն մեծացել ես հիշում եմ մեր բանի հարսանիքին վազվզում էր բանան հիմա ստոմատոլոգա դեռ լրիվ այդ բանը։ Ես հիմա էլ ովքեր որ նոր են։ Չունես բարեկամներ որ քեզ Կարեն չեն։ Ես ունեմ բարեկամ, իսկ միջև մը Դավիթիկ են ասում։ Ընկերներ կան։ Իրենք հետս 60 տարեկան մարդ է, ես 30, բայց ես Դավիթիկն եմ էլի ինչ-որ sense։ Դավ ջան, հիմա էլ մարդիկ որ ինձ հարցնում են, ասենք սկսենք թե չսկսենք, մեր տարիքել մեր կուրսի Ես ասում եմ, որ սկսեք առնվազն այն մարդիկ, ովքեր որ ձեզ ճանաչում են, ձեր բարեկամները, ընկերները, ձեր ծանոթ բարեկամները, իրենք ձեր մասին չեն հիշում։ Իրենք ձեր մասին կհիշեն, երբ որ դուք իրենց ցույց տաք ձեզ սոցցանցերով, դա առաջի շղթան է։ Հետո այդ մարդկանց բարեկամ ընկերներն են, հետո արդեն անծանոթներն են։ Այս վերջում արդեն այն մակարդակներ, որ ինձ ասեցին, որ իմ մոտ եկել է մարդ, ում խորհուրդ է տվել մարդ, ով երբեք իմ մոտ չի եկել։ Հա, այսինքն այդտեղ շատ լնում։ Քո մոտ է վստահ մարդ, որ խորհուրդ է տվել, բայց ինքը կյանքում իմ մոտ չէ։ Մենակ տեսել է էջերս, հա։ Ու փորձում ենք որ արդարացիորեն դա արդարացնել։ Սկզբում իհարկե շատ են ձեռք առնում, այդ բժիշկ տենց բանով չի զբաղվի, մեծ բժիշկ ունենք, ասեց, այս ինչ կապիկություն է կան, հետո կոവിഡ്ի ժամանակ բաներ էլի, իրենք օրինակ բուժարք չունեին, անգործեն, մենք զբաղվում էինք։ Դե հիմնականում ինձ որ ասում էին դու որ էջնորեի բացը, եւ մի թակու բիր տես գոլեգաներ կային, մեկը հենա նստած է, ազատ եմ ընկերը, կյանք։ Որ ասում են հա լավ ես անում, կողից ասում են դա դե բժշկին ամոթ եմ դու նայում ես այդ մարտիկ էջեր ունեն, հələ զանգում են մտավ մի հատ հանդիպենք մի երկու հատ խորհուրդ տաս ոնց առաջ այդ հանգը բանում, հա ընդհանրապես նա պիրիլոն պետք է ապա նախ պետք է սիրես դա անել։ Ես օրինակ սիրում եմ վիդեո նկարել ու դրա մասին խոսալ։ Երկրորդը պետք է համբերատար անես։ Մարդ կա, օրինակ գալիս է, ասում է 5 հատ վիդեո եմ նկարել, հիվանդ չի եկել։ Նույնիսկ ես եւի 500 հատ եմ նկարել, նոր առաջի մարդը այտենց իմացել է մասին եկել է, հա։ Միտքը այնն է, որ օրինակ ես հաճույք եմ ստանում այն բաներից, որ երկարաժամկետ արդյունք են տալիս ու դրա համար դու պիտի իմանաս ֆուլ ներդրվես ու քո մեջից ամեն մեկս մի հատկություն ունենք, բայց որ դիսցիպլինա դու ունենաս այդ նույնը անելու։ Ինքը կարա շատ հաճախ արդյունավետ չլինի, բայց դու դրանից քո ասած հաճույքը պիտի ստանաս։ Եթե դու անում ես ու ինչ որ վաճառքներ ես ակնկալում, կարճաժամկետ ստրատեգիա ես դնում այդ ամեն ինչը, շատ հեշտ ոնց որ մոտիվացվել ես, տենց սիասացում ես։ Ես բլոգ սկսեցի վարել, որտեվ ես ոչ թե ուզում եմ այդ բլոգով հիվանդը բերել, ես ուզում եմ ոնց բացատրել, ոնց որ post բանը, Prometheus-ը կրակը բերել, էլի, իմաստություն չէ, էլի, ցույց տայի մարդկանց, որտեվ ձեզ դե խափում են, ձեզ դե գցում են, ձեզ դե սխալ են բուժում, այս մեթոդը հին է, որտեվ ես որպես էմոցիոնալ մարդ միշտ որ կաբինետում հիվանդին ասում եմ, ի՞նչ չեն արել, սենց, էլի, այսենց էս բանը, ուզում եմ դրա մասին խոսել, էլի, որ օրինակ բժշկական ավարտեցինք, բայց թե ինչա վարիկոցել են, ես իմացել եմ քո բլոգից։ Ես պուլպիտներ բան, սա ստոմատոլոգիաներս, որտեղ պուլպիտ է, այդ ինչ-որ բաներ, որ մեզ չէի սիրում, ինչ-որ սենց, ինքը ոչ մի ստոմատ, մարդիկ իմ բլոգում կար մի հատ կտոր չես գտնի, որտեղ ես իմ մասին եմ խոսում։ Բարև ձեզ, ես բժիշկ Դավիթ Տոնյան, հա, բժիշկ Դավիթ Տոնյանն եմ, ավարտել եմ Կարմիր դիպլոմով Կուբանի բժշկական ակադեմիայի արդինատուրան, բանը սովորել եմ, բան վերապատրաստվել եմ Ցյուրիխի, չգիտեմ, ասես բան, ես դες բաներ չեմ ասում, ես ասում եմ Ճիշիկ շուշուտ ես անում, խնդիրը, պետք է բուժենք, ու հենց դրա շուրջ պետք է կարծել, որտեղ մարդուն հոանձը հետաքրքիր չի, ինքը մտել է այդտեղ, ինքը այդ ինֆորմացիան պատոկի տակ ուզում է ստանա։ Իր խնդիրը պետք է լուծես։ Երկրորդ հարցը, որ ինձ շատ են տալու, քեզ է ոնց ես այդ քսախ հասցնում, հիմնականում ասում եմ մարդիկ ով պացիենտ չունեն, պարապսաղորը կլինիկայում նստած են, չէ՞, հա։ Ոնց ես այդ քսախ հասցնում, Կարեն, այդ ոնց ես այդքան անում, ասած այդ հարցը։ Այստեղ դավջանը հետ կգամ էլի քո ասացին, որ դու սիրես այդ ամեն ինչը, այսինքն այն ինչ որ տալիս ես, հետո ես ինքս չի ասի էքստրովերտ եմ, չի ասի ինտրովերտ եմ, ինչ որ մեջտեղը մի բան է, բայց ես շատ սիրում եմ, ասենք, երբ որ իմ պացիենտները կամ հետևորդները ռեակցիա են դնում, հա, շփվում ես, բան, դա քեզ էներգիա է տալիս։ Մի հատ լավ կոմենտ են գրում, վայ, բժիշկ Տոնյանի մոտ կամ բժիշկ Թոմասի մոտ, դե ինձ քիչ են գրում։ Դու այդ տնեցիքներ չեն ասում, որ իմ մոտ եղել եմ, որ մնաց հատ կոմենտ գրեն, մեր ռոլիկներ խնդիրներ։ Հիմնականը որ
դու հասցնում ես, որովհետև դա քեզ առհասարակ շատ ժամանակ չի տանում, որով ասենք պիտի մտնես վիրահատության, մինչև այնտեղ ասիստենտը կշարի այդ ամեն ինչը, քեզ ինչա գնում մի հատ ցույց տաս օրինակ այն էկրանա, որտեղից դու պլանավորումը արել ես կամ քեզ կամ դեպքի մասին խոսես, եթե խոսանք кейսերի մասին կամ Պլյուս թիմը խոհում է քո հետ։ Հիմա օրինակ Մարիան նստած է, Մարիան կամերան ձեռը քո հետևից մանա գալի։ Դու եկար ես 4 հարգանի շենքը տեսար, ես գալիս եմ, տղերքը ինձ մի օր ամսվա մեջ նկարում են ու ես ապահովում եմ մի ամսվա կոնտենտը։ Սիրով նստում գալիս անում, գնում եմ, ախր ժամանակն էլ պետք է ճիշտ կառավարես, էլի։ Ես մի անգամ շատ մոտիվացվեցի, որ տեսա վիդեոներից մեկը կամ ստորի էր արել, չեմ հիշում, որ ասեցիր, եթե ինձ պետք է մի րոպեանոց վիդեո, ես դրա համար ծախսում եմ մի րոպե ժամանակ։ Իմ մոտը տենց չի, մի քիչ շատ է ավելի, հա, թիմը կառուցել ենք Մարիան մեր կարելի ասել հիմնադիրներից ու հիմքն է, հա, ու իրենք էլ շատ սիրով են անում, հա, կրթվում են անդադ թրենդերը ուսումնասիրում են մարդկանց կարիքները ու միտքը նա որ եթե դու մարդ եկել է նստելա դիմաց այդ կոնսուլտացիա անում, հա, դա ուժա։ Դու լրիվ նույն բազովի գիտես ինքը ինչ խնդիր ունի։ Եթե դու դա անում ես ինչ որ story մանով, նայած ասենք 1000 հոգի է դիցուկ։ 1000-ից 200-ը հետաքրքրված է դրանով։ Ստացվեց որ դու միանգամից 200 հոգու խորհրդատվություն տվեցիր ամենաստարտվի մակարդակի ու խնդիրը լուծեցիր։ Երբ որ մենք սկսում ենք 18 թվականին, մարդիկ չգիտեն ինչա սպիտակեցումը, ինչա վինիրը։ Հիմա արդեն ասում են, չգիտեմ, այս տեսակի վինիրներ կամ տակը թափանցիկ լինի, թե չլինի, բայց ժամանակին դա լուսաբանված չէր։ Չեմ ուզում ասեմ ամբողջը մենք ենք արել, շատ ստամատոլոգներ ու ստամատոլոգներ արել են, բայց դա բերել է մրցակցությունը մի կողմ, բայց այդ մրցակցությունը բերել է աճի ընդհանուր, էլի։ Դե այստեղ հարցը օրինակ տարական բան, ամեն մեկն է տարբեր ձևով անում։ Օրինակ դու անում ես դա շատ շիկ, պաֆոսնի, գլամուր, Մա ինչ ասում, դու տենց ես անում, հիմա էդի կարող է Մարիայի Վիդինյանը, կարող է դու ես տենց ուզում։ Այդ քո ձեռնորդ մեր Արտուրը Սարգսյան, հիշում ես մեր Կավեյնի Արտուրին։ Հա, Արտուրը Արտուրը դա անում է հումորով։ Օրինակ ես իրաու Դավիթ Մանոյանի վիդեոն, այն որ նկարել էին իրար հետ, ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի հետ, որ եկել էր վինիր դնելու, ես պրոստը երկի տակ էի լսում, էլի Արտուրին ասում ես չեք արել, հա։ Արտուրը տենց է անում, ուրիշ երրորդ մարդը իր գործերն է ցույց տալիս, բայց օրինակի համար ես հիմա խորհուրդ եմ տալի, հիմա որ լեկցիաներ եմ կարդում, ինչ որ տեղեր կարծում են content creating-ի բանի մասին լեկցիա կարդա, օրինակ մի հատ բան կա, կոչվում է ձեռքեր լվալու սխալը։ Այն որ խիրուրգը ձեռքերը լվում է, սենց թափ է տալիս, ձեռնոցը հագնում է ու գրում է, ինչ Դու ցույց տվեցիր ինչ-որ process, որը կամ իմ բժիշկներից մեկը Շուշան Միրիջանյան, Շուշջան, պրիվետ, մի անգամ վիդեո էր նկարել, story էր, որ ինքը մտնում է հիվանդանոց, կուրտկեն կախում է, նստում է իր գործի տեղը, պրինտերից թուղթ է հանում, ստորագրում է։ Ասում եմ դու ինչ ցույց տվեցիր այդ վիդեո, որ դուք պրինտեր ունեք հիվանդանոցում, իր մեջը թուղթ կա, հասկացա՞լ ասածս որն է, այսինքն ինքը պետքա տոչիշնի իմաստավորված լինի մարդու համար որ ինքը հասկանա թե ուր է գնում մարքեթինգը։ Երկրորդը բժշկականում երբ որ լեկցիաները կարդում եմ Փարային ամբիոնում, ես կարդում հենց ոնց հանրային բժշկի կերպարը ձևավորվի ու մենք պոստսովետական երկրներում խորթ է որ բժիշկը կարա իր այսինքն ինչ-որ ինտերվյուներ տա, հաղորդումների գնա բան ու երբ որ ես սկսեցի ուսումնասիրել որ երեխեքի համար լեկցիաներ կարդում, հասկացա 18-րդ դարի կեսից բժիշկները թերթերում, կալոնկաներում հոդվածներ էին գրում, ռադիո դոկտոր հաղորդում գործիքները դրանք են եղել, էլի որովհետեւ գործիքն է եղել, բայց իմաստը նույնն է, կար ռադիո դոկտոր հաղորդում հարցերը մարդիկ նամակով գրում ուղարկում են ռադիո, ամեն ուրբաթ իրիգուն մի հատ բժիշկ նստում այդ հարցերին պատասխանում էր։ Նույն Instagram-ի ստիկերներն է, ինքը նույն իմաստը մարդիկ մտան Insta-ի ստիկերով հարց տվին, պրոստը ռադիոյով էր, շաբաթը մի անգամ էր, հարցերը բոլորը չի որ կարային պատասխանեն, բայց այսինքն մարդկանց այդ շփումն եղել է, բժիշկները իրենց կլինիկաների հայտարարությունները տվել են, օրինակ կլինիկա դոկտորը եսի ինչ կբուժի ձեր ատամները 20 րոպեում։ Դենց շատ հետաքրքիր բաներ կան։ Իսկ պոստսովետական երկրներում գովազդ հասկացողություն չի եղել, մարքեթինգ չի եղել, պետությունն ասել է։ Մաքսիմում ասենք ինչ-որ բան, պաստային գովազդում, մածուկ էլի, այդ ամենապիկներ։ Հա, բայց ասենք նույն տեխնոլոգիաների մասին չգիտեն օրինակ մարդիկ։ Ու հենց դա բուլատ ատամներով դրա համար մինչև 10 տարի առաջ բուլատ դնելը նորմալ է։ Իմիջիայլոց ես շատ կուզեմ որ այդ լծակուն ես, դասավանդում ես, որովհետև շատ բաներ բազովի սովորեցնում են, ես այսօր որոշել ենք ավելի շատ առաջ խաղացումից բիզնես տեսանկյունից խոսենք,
ամենակարևորը թե ոնց կներկայացնես այն product-ն ու ծառայությունը, դա առաջին ակսելերատորն է, որ հասնես հաջողության, ինչի արդյունքում էլ, որ դու ավելի լավ մասնագետ կդառնաս, ավելի շատ փորձ կունենաս, ավելի շատ կպարտավորվես այդ մարդկանց առաջ, ովքեր որ քեզ դիմել են, ու բան կանես։ Իմ միտքն է, որ դու ասես, որ դա էլ է գիտություն, այսինքն եւ մարքեթինգը, եւ բիզնես մենեջմենթը, եւ լիդերշիփը, դրանք գիտություններ են, որ իրենք գոնե ինչ որ մակարդակի պիտի իմանան։ Ու երկրորդ բանը, որ ես կուզեմ ասեմ, բիզնես դա գիտությունն է, ու երբ որ ասում ենք բժշկությունն արագ է զարգանում, այդ գերարագ է զարգանում։ Երեկվա քո գիտելիքները social media-ի, մարքեթինգի, լիդերշիփի մասին վաղը ակտուալ չի։ Որտեղ վաղը կարող է, չգիտեմ, Instagram-ը որոշի, որ reel պետք չի, ահա, չգիտեմ, հիմա արդեն նկարում ենք փեդի գործեր պետքա տեղադրես, ու դու պետք է շատ արագ հասկանաս այդ, բռնես այդ տրենդը, ու դու հասկանաս ոնց ես քո product-ը կամ ծառայությունը ներկայացնելու, կամ քո խոսքը ոնց ես հասցնելու։ Այսօր քաղաքական գործիչներ ընտրություններից առաջ դու որ նայում ես հասկանում ես 5 տարի հետ են մնգե։ Քաղաքական գործիչը 5 տարի հետ է անգել ու ինքը անում է ինչ-որ story-ներ, ինչ-որ բաներ ու դու հասկանում ես ախպեր լավ, դու չընտրվար, քեզ մասան չի ընդունելու։ Հա, ու մարդիկ ես այն չեմ ասում, որ հիմա կասեն, հա, պետք է անպայման ելնի բարի, չէ, ոչ ես եմ բարը, ոչ դու ես բարը։ Հա։ Չէ, ուղղակի, այդպես երկու ծայրահեղություն կա դրա մեջ, ովքեր որ նոր են սկսում այդ ամեն ինչը, կամ ուսանող են, կամ նույնիսկ տարեց մարդիկ են, երբ նոր են սկսում, երկու ծայրահեղություն կա։ Մեկը շատ լուրջ բժիշկներ են, հա, մի հատ դասախոս ունենք, ասում էր, այս վերջում վերապատրաստման ենք, ասում դու չպետք է իրականությունից կտրվես այնքան, որ իբր քո ձեռքերը Աստված է համբուրել, դու այդ տիպի բժիշկ ես, որ ոչ մեկի հետ պիտի չկոմունիկացվես։ Մյուսը այդ քո ասած պարող, չգիտեմ, հայտարարք վիճակների մեջ գտնվող մարդիկ են, կա ոսկե միջին, որտեղ որ դու քո էներգիան այնպեսին ինչպեսին կլինես քո ընկերների մոտ կամ քո ուժառուների մոտ, հա, իրենք դա զգան էկրանից այն կողմ, կամ կլինի էկրան, կլինի հանրային ելույթ կամ որևէ այլ վայր, որ իրենք քեզ վստահեն ու դու էլ արդարացնես այդ վստահությունը։ Հիմա օրինակի համար դու հասել ես մի օրինակ ես հասել եմ ինչ-որ կետի, երբ որ իմ գոլեգա ուրոլոգները ինձ հիվանդ են ուղարկում։ Դու գիտեմ, որ ես այս սրա մեջ այնքան նեղ մասնագիտացված եմ, արդեն գնա տոնյանի մոտ ինքը կանի։ Էդ էլ է ինչ-որ բան, էդ էլ կոմունիկացիա քո գոլեգաների հետ։ Ես վիդեոներ ունեմ, որ ինքը նախատեսված է մենակ ուրոլոգների համար։ Որովհետև դու շատ լայն մտածող անհատ ես, որ տարբեր ուղղությունները պատկերացնում ես։ Հա, այս ոչ թե մենակ պապի տատիների կամ ջահելության համար, այս վիդեոն կոնկրետ ուրոլոգների համար է, այս վիդեոն կոնկրետ արձինատորների համար է, այս վիդեոն էնդոկրինոլոգներին մեսեջը, որ այս խնդիրը ուրոլոգիական է, որ ինձ չէ, լյուբոյ ուրիշ ուրոլոգի կարող ուղարկեք այս խնդրի պարագայում օրինակ։ Հենց այդ է, որ դու պետքա նաև պատկերացնես ում ես թիրախավորում։ Ես իմ ընկերներից մեկին ասացի, որ շատ լավ ուժեղ ուրոլոգ է էլի, ասացի արի փոխենք քո էջի ձևը, բան, ասաց չէ, ախպեր, իմս այնա, որ ինձ պետքա մենակ բժիշկներ նայեն։ Ու իմ տեղը մենակ բժիշկներն իմանան։ Հասկացա, ինքը ինչ-որ կոնտենտ է ստեղծում, մենակ այն մարդկանց համար, հիվանդ իրան չի նայի երբեք։ Լիքը բժիշկ իրան մեծ հաճույքով նայում է ու երբ որ իդեալական հաճախորդին կամ թիրախին։ Հա, այն թիրախին ինքը գիտի, որ այս մարդու մոտ պետք է ուղարկի։ Հա, ինքը պարտավորվում է դրա առաջ, անում է, ինձ մոտ էլ ինչ որ միջին է էլ եւ շատ մարդիկ հետեւում են եւ եթե նայում ասենք վերջին 7 տարիներին կարող ինչ որ չափի քիչ լինի, բայց մարդը նույնիսկ նայած մեկ հոգի, այդ մեկ հոգին ունի դրա խնդիրը, դու մի հիաստավ այդ մի հոգու համար շարունակի։ Հետո բայց այս կոլեգայության պահն է կա։ Օրինակի համար դու պետքա ճիշտ կարողանաս քո ուժերը հասկանաս կամ քո հետաքրքրությունները հասկանաս, դու կարողանաս կիսվես քո կոլեգայի հետ թե քո գիտությամբ, թե քո պացիենտով, որին դու չես կարող շատ լավ օգնես, բայց քո կոլեգան ավելի լավ կօգնի։ Ես էլ հիվանդներ ունեմ, ու ասում եմ, ես չէ, բայց օրինակ անմիզապահությունը քեզ Վիգմորի Զարուհին կամ Իզմիրլյանի գորը կօգնի։ Պրոստատեկտոմիա պետք քեզ Մեդլայնի ազատը կօգնի, չգիտեմ, այնտեղ քար պետքա ջարդես, գնա այս XX մարդու մոտ, որովհետև հա, բայց այդ նույն մարդիկ ասում են, հա, վայ, մոտդ չգիտեմ, գենետիկ անպտղություն է, այ մա տոնեն թողնայի, տեսնենք ինչ է դրա մասին ասում։ Այդ բավականին բարձր մակարդակ է կոլեգիալության շատ։ Հա, ստոմատոլոգիայում էլ ձգտում ենք նույնը, ուղղակի մի քիչ ստոմատոլոգիայում բարդ է, շատ են մասնագետներ ու բոլորը նույն աշխատանքն են անում։
լինում։ Բոլորը շատ ինքնավստահ են։ Հա, ու փորձը ցույց է տվել, որ ստոմատոլոգները ոչ թե ավելի հեշտ համախմբվում են ինչ-որ մի բանի շուրջ, այլ ինչ-որ մի բանի դեմ, այսինքն ինչ-որ մեծ վտանգ պետք է լինի կամ ինչ-որ սխալ օրենք պետք է ընդունեն եւ այլն, բոլոր համախմբվեն դրա դեմ, բայց էլի դա էլ դրական դրսևորում է։ Հիմա փորձում ենք այդ կարծրատիպն էլ կոտրենք, Դավջան, շատ էներգիա է տանում, շատ ջանքեր է տանում, բայց ներդրվում ենք հավաքներ ենք անում, փակ հանդիպումներ ենք անում գոլեգաների հետ, որպեսզի մեկս մյուսին օգնենք էլի։ Դե օրինակ Էլիքսը վերջերս մարդու էր հրավիրել դրսից իր ատամնատեխնիկների չէ համար մաստեր կլասի, դες պարզվեց աղբորս եք հրավիրել, հա, Գարիկին եք հրավիրել, Գարես, պրիվետ աղբերես, հա, ես էլ դրանից։ Իմ աղբորը Կրասնոդարից հրավիրել են, Գարիկը գրգել է, ասում է, ես կլինիկա եմ գալու Երևան, բան, ասում եմ արի, հա, այդ Տես հայը հային գտավ, դրսից բերեց, որտեվ ես Գարիկի աճն եմ տեսել, տեսել եմ Գարիկին իրանց տան կամորկում ատամնատեխնիկա, ու այսօր Կրասնոդարի ամենալուրջ լաբորատորիայի տերն է ինքը, էլի։ Գարիկը ֆանտաստիկ հմտություններով ու ինչն է, որ ավելի մարդուն ձգում է պատկերացնում ես, որ կարող ես իր հետ շատ շփվել, դա համեստությունը ու կայացվածությունն է, այսինքն ու աշխատասիրությունը ու ինքը միշտ պատրաստ է կամ ուսուցանի, անգամ երբ որ դեռ չէր եկել այդ կուրսին, on-line լինում էր, ցավոք ինքս այդ ժամանակ Հայաստանում չէի, Ռոբերտը մեր Արաքելյանն Արմենի հետ ատամնատեխնիկ կազմակերպեցին բարձր մակարդակով, բոլոր մասնակիցները շատ գող գնացել էին, մինչև այսօր էլ կապը Գարիկի հետ կա ու նպատակը դրա ինֆորմացիայի փոխանցումն էր, ու այդ հայակենտրոնությունը, որովհետև իրոք հպարտությունն է, երբ որ դու դրսից մարդ ես բերում, ինչ-որ անհայտ ծագման մարդ չի, ինքը հայ է, ով շատ լուրջ Վարդաշենցի տղա է։ Դա չգիտեմ, Գարջան, ես էլ չեմ բարևում։ Գարիկը դաժի մախբեր չի, ես Գարիկի հոպար եմ գալի, ոչ մտածում որ հերո բարեկամ։ Գարիկին ես Գարիկից խոսացինք երկու բառ Գարիկից ասում, ես Գարիկից տունն էի ապրում, որ նոր էի գնացել սովորելու Կրասնոդար, ու Գարիկին երբ ասում է գար գնանք, գնանք, ու ստերմի Գարիկը գիտես ոնց էր աշխատում, որ 18 ժամ աշխատում էր։ Որ իր նպատակ ուներ, ինքը դառներ քաղաքում լավ է, դա ջոգի Գարիկի շուրջը community է հավաքվում։ Հայ բժիշկներ ռուս, որ Գարիկին արդեն ավտորիտետ են պրիզնատ գալի։ Հետո գալիս են ուժեղ կլինիկաներից Գարիկին ասում են փագի քոնը արի մեր մոտ։ Ու այսօր ինձ մեր Արմեն ասաց, որ ինքը շատ մեծ սիրահար է իմպրովիզներ անելու, այսինքն անընդհատ փորձել, որովհետև արվեստ է իրանց լրիվ։ Ու տեսել ես ոնց է նկարում։ Շատ ուժեղ, բայց իրանց լրիվ արվեստ է ու անընդհատ իմպրովիզներ է, բան նյութեր իրար հետ խառնել, ինչ որ երանգներ ստանալ, շատ ուժեղ ներաշխատություն են ասոր տալիս։ Ես առնվազն հենց հիմա մի 4-5 հոգի ճանաչում եմ մեր բարեկամությունից ընկերությունից կողմից Գարիկի մոտ, ասենք լրիվ ուրիշ մասնագետից, ասենք ոնց բացող Խադավիկից դառել են լուրջ ատամնատեխնիկ։ Գարիկի մոտ մի քանի տարի սովորելու արդյունքում, էլի, լուրջ մարդիկ են դառը ամեն մեկ ինչ-որ նեղ ուղղվածությամբ։ Դա արժեքավոր ինֆորմացիա տալիս ու ինձ ասացին, կարծում եմ այդ տորը մինչև գիշերվա 2-3-ը տևել էր առավոտվանից։ Հերո չի իրան, հերո չի։ Մինչև 2-3 ու բոլոր մնացել էին։ Դա համար մինչև մը երեխա չունեմ։ Բասաստենք ես ցավոտ թեման մեր սաղ ընտանեկան կռուգի ու շրջապատի համար։ Դիմեք ուրոլոգ Դավիթ։ Պետք չի դիմել։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Կար Էլիքսը էլիտար կլինիկա է։ Ու մոտ տպավորություն է ստեղծվել Կարեն Թովմասյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Ռոբերտ Ավակյանը ստեղծել են իրանց շուրջը մի հատ էլիտնի զոնա,
որ այդտեղ մենակ այդտեղ գնալու համար պիտի փող հետ գցես, ծանոթ խառնես եւ այլն եւ այլն։ Իրոք տենց է, թե դու պրոստը իմոտ այդ տպավորություն ստեղծես, իմոտ այդ Postlevkусյան մնացը։ Դավ ջան, ասենց ասեմ, Elix-ը ստեղծելուց էլ միտքը մենք այն գաղափարի շուրջ ենք հավաքվել, որ չպիտի լինի քանակ, այսինքն կան ատամների խնդիրներով մարդիկ հասկանալի ընդունելի, իրենց քանակը շատ են, մենք չենք կարող բոլորին սպասարկել։ Ու չենք կան պրինցիպներ, որոնցից որ մենք չենք կարողանում շեղվել, հա, դա որակն է, կան հստակ պրոտոկոլներ, նույն ատամնատեխնիկների հետ աշխատանքում ու փորձել ենք այնպիսի գին որակ հարաբերակցություն ներկայացնել մեր բուժառուներին, որպեսզի իրենք շահեն ավելի շատ որակով պրեմիում էլիտնի չի ասի, ավելի շատ կասեի միջինից բարձր կարգի, որովհետև նախ Հայաստանում այդ բանը շատ չժեղվենք էլի որտեղ ենք ապրում Հայաստանում։ Մետաղա կաֆեների մասին խոսալուց ասում եմ old money, good money, բան ու ջոգում եմ կաֆեները вообще վատն են, որտեղ ես գնում եմ ասենք, քեզ ցենտրալում հաց եմ ուտում, բգիս կա։ Ցենտրալը իմ սիրած կաֆեն է լավ։ Ցենտրալում ինքն համով ամեն ինչ է, ասենք։ Մենք փորձում ենք դավջան, նաեւ այդ ամեն ինչ, այսինքն գումարը, որ վճարեց մարդը, այդ գումարի մեջ մտնում է ոչ միայն իր համար ծախսված նյութա ծախսը, բժշկի աշխատավարձ եւ այլն, օրինակ տվյալ բժշկի վերապատրաստումը, մարքետոլոգների աշխատանքը, որ իր փորձը, իր բուժման փորձը ավելի լայն զանգվածների են մատուցում, որպեսզի այդ մարդիկ էլ տեսնեն։ Սպասարկումը, ունենք աշխատակիցներ, ովքեր որ կծվում են տվյալ մարդուն, օրինակ եթե բուժանը չունի մեռախոսահամարը, զանգում եմ մեր կոորդինատորին, ով կարելի ասել 24 ժամ կապի մեջ է, շատ նվիրված աշխատում։ Ես էլ եմ տենց արել, իմ մոտ էլ է տենց, ամեն հիվանդ ունի ինչ-որ շատ կոնտակտ մի քանի հոգու, որի հետ է։ կարող կապնվի, եթե ես այդ պահին իր համար անհասանելի եմ։ Իհարկե, շատ ճիշտ է, ու այդ ամեն ինչը դու փորձում ես խելամիտ արժեքով տալ, շատ սիրում ենք մենք մեր ստեղծած բրենդը, էներգիա ենք դնում, նվիրում ենք դնում։ Կստացի որ հասցեով է։ Հիմա Ավետ Ավետիսյան 63 դրով 42։ Առաջ Ավետ Ավետիսյան 1։ Հա, ռեբրենդինգ եղանք էլի Smile City էր։ հա, Smile City էր, հա։ Smile City-ը դառնանք Elix։ Իսկ ինչի որ այն հիմնադրամի հետ չասոցացվեք, City of Smile, հա։ Իմիջը շատ խառնում էին, պլյուս իհարկե ավելի մոդեռն բան Հա, է պետք, սիրուն է։ նաև պատենտավորեցինք էլ մտավորով Elix-ը ստացվեց, հա։ Սենց հարցս ձևակերպեմ։ Ստոմատոլոգները, որ տենց լեգենդ կա, որ ասում են ստոմատոլոգները սա հարուստ են։ Իրոք է տենց է թե չէ։ Տավ ջան, աղքատ չեն, հաստատ լավ մասնագետ է։ Կան ստոմատոլոգներ, եթե հիմա էլ կլսեն, թող դաս կաղեն, կան ստոմատոլոգներ, ովքեր ուղղակի չեն հաշվում իրենք ինչ են աշխատում, ինչ են ծախսում։ Իրենք միշտ պտույտի մեջ են, բուժառուները միշտ իրենց գումար են վճարում, բայց абսուրդ գներով աշխատում են ու գիտեն գումար են աշխատում, բայց չեն հաշվում։ Ստոմատոլոգները շատ մեծ ռիսկեր են կրում, գործ ունես արթուն պացիենտի հետ, ամեն վեր թռնելը պացիենտի ամեն մի հատ ախը, մի հատ գազի կփոխում։ Ես բան էի էլի, այսինքն սիրտը sense դուքը սրտի ձենել լսում ես իր այդ ամեն բանի հետ, հետեւաբար պլյուս տեսողություն, պլյուս չգիտեմ մեջք եւ այլն, այդ ամեն ինչը զոհաբերում ես քո առողջության հաշվին ես աշխատում։ Դրա համար կարծում եմ այնպես է դասավորը, որ ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, ստոմատոլոգները հարուստ են կամ ապահովված են մաքսիմալ։ Իմ կարծիքով դա արդարացված է, միանշանակ, որովհետև հիմա թեկուս ղեկավարման մեջ եմ, կողքից կարող է ինչ-որ հետաքրքրություններ ունենամ, բայց միևնույնն է, հա, ես սիրում եմ իմ գործը, գործառնական աշխատում եմ այդտեղ ու այդ ժամանակը պետք է մանետիզացվի, որ կարողանա շարունակես։ մի երկու հատ sense որպես քեզ բիզնես, սխալ կլինի, որ բիզնեսի ղեկավար, հա, ասած հարցը։ Քո աշխատողը գործից ուշացել է, քո ադմինիստրատորը։ Մի անգամ ուշացավ, հետո մի շաբաթ հետո երկու անգամ ուշացավ։ Ինչ արձագանք ես տալի այդ ժամանակ։ Մենակ անկեղծ։ Դավ ջան։ Ես քեզ չեմ պատկերացնում գորգրեսա ու էս բանը, հատած դի անդրին։ Ջան, չէ՞ Մարիա։ Ինքս կարող ոնց որ բիզնեսի լեզվով ասեմ, հորիզոնական կառավարում, երբ որ դու ամեն ինչ փորձում ես ընկերական, մարդկային, հա, կա ուղղայաց կառավարում, որ ուղղակի բանվորի հետ բան ես անում եւ կա նրա միքսը, կարծում եմ մեր դեպքում դրա միքսն է, ես էլ Անդրանիկն էլ շատ խիստ չենք, բայց իհարկե որ adekvat ենք այդ խնդիրներին, առաջ շատ ենք ներել, այսինքն ուշացավ, չեկավ, հիվանդ եմ, բայց հիվանդ չի իրականում,
Հիմա 1-2, այսինքն էլի կանոնակարգ որպես այդպեսին չունենք, հա, հետագայում երևի էս եկող տարի արդեն այդ ամեն ինչը մանրակրկիտ կներկայացնենք։ ChatGPT-ին հարցերը պետք չի Հա, սպասել։ փորձում ենք, հա, մի խոսքով, հա, բայց բնականաբար հիմա խզում ենք համագործակցություն շատ հեշտ, լավ ջան, որովհետև իրենք էլ հնարավորություն ունենում են 1-2 ամսվա ընթացքում ինչ-որ աշխատանք գտնել կամ նմանատիպ կենտրոնում կամ ավելի թույլ մարդու մոտով չի նկատի այդ խնդիրները առանձին 1-2 տարի իրենք այդպես այդ վարկով բան կանեն, բայց բարեվարկությունը ոնց որ մեր կենտրոնի հիմքում ենք դրել ու եթե դա խախտում են, շատ հեշտ խզում ենք։ Բուժառոտ ուշանումը։ Բուժառոն այ ամենացավոտ հարցն է, հա։ Կես ժամ ուշանումը, բայց դու իր վրա պետք է մի ժամ ծախսես, բայց հետո մի հատ մյուս հիվանդը տել է գալու, որ դու սկսես։ Ախ, ցավացա։ Աչքերից զգացում որ քո մոտ է։ Ասենք գրած է, դու նամանավան մեծ մոտ է սամանորյա օրերին, մեկը 20 րոպե առօր ուշացավ։ Մնացած բոլորը ու կոմեջ լարվածություն ա մտնում։ Դրա հետևանքն է, որ այդ օրը պլանավորել էի անեի մի ժամանոց աշխատանք քիչ եմ անում ու հավելյալ բուժայցած սանում, որովհետև ձեռս չի գնում անորական եմ շուտ ճանապարհ եմ։ Կիսատ մնաց ուղղակի իրագործը ու մյուսներինն էլ։ Իսկ եթե դու ես ուշանում, շատ քիչ է լինում։ Շատ անկել լինում է, բայց շատ քիչ է լինում։ Էլի նույն ձև եմ էլի լուծում հարցը։ մոտիկ ես ապրում կլինիկան։ Չէ, ես նովքում եմ ապրում, կլինիկան հեռու է։ Պրոբկի եք բան։ Չէ, դեպի կենտրոն իջնողն է բավականին խցանված, այնպես մոտավորապես առավոտ 7:30 եթե գնում եմ, ու կլինիկան է կողքը գրասենյակը մեր, եթե գնում եմ 7:30-8-ը մոտ 6 րոպե է տևում, գլոր։ Եթե խցանումները մի քիչ ծանր վերանա 15-ից 20 րոպե։ Օրինակ ես կարողանում եմ առավոտ ուշանալ, որտեղ ես նույն ժամին եմ դուրս գալի, բայց տրաֆիկը մասիվից իջնողը դեպի կենտրոն, ինքը ամեն օր տարբեր է։ Մի օր այդ միասնիկանը ֆսալ են անցնում ես, մյուս օրը երկու հատ օպել, երկու հատ շիթ են քերծը, ու դու ես նստած սպասում ես, երբ հապան գալու, 13000 դրամ փոխադրեցի։ Հա, չէ՞ պետք է ինչ-որ մեխանիզմ մշակվի, որ չգիտեմ, շուտ պետք է դուրս գան էլ ուղղակի այդ երթուղուց։ Հա, էլի ասենք ինչ-որ կարգն է։ Օրինակ երեք իմ ավտոին եկան խփեցին, աղջիկս է մեջներ, հետևը երկուսով ենք։ Եկան խփեցին, տեսա պլաստմասի վրա ճաք ա եղել, հելա տեսան տաքսիստ հոպարասի, հոպար քշի գնա գրա։ Որովհետև մի անգամ նոր տարվան տես դեպք է, որտու նարդոսի վրա եկան խփեցին, շթիս վրա ինչ-որ գործ առաջացավ։ Ասում եմ ընկեր, մենք հիմա որ ստե փողոցը փագենք, մենք Երևանի երթևեկությունն ենք լացած, նպատակես ու նարդոս դեկտեմբերի 30 ու սպասենք ապային։ Պատկերացրու ինչ կստացվեր։ Լավը բարի մարդեր, բարևարք մարդեր հունվարի 10-ի կողմերը տարավշիթը սարքես վերև դրես, մարդկար կարող գնար ինքը։ Հա, ու տես խնդիրները չլինեին։ Կարդում ես։ Հիմա շատ դժվարացել է, պայքարում եմ իմ դեմ։ Բայց դու օրինակ լավ տիրապետում ես հորիզոնական կառավարում, ուղղայաց կառավարում, որտե՞ս է դա ամեն ինչը սովորել։ Ժիշկական 100% քեզ չեն սովորեցրել, տակ ես ընդդեմ եղել եմ, ես գիտեմ։ Հա, ինձ է շատ է սովորել։ Դավ ջան, սովորել եմ կուրսեր, այսինքն որ ասեմ ինչ որ կրթություն եմ համալսարան են պետական հաստատումով, չէ, երբեք չեմ ձգտել դրան։ Սովորել եմ տարբեր կուրսերում, միջավայր եմ այնպես գործարարների ակումբ ունենք այնտեղ եմ Մանթաշյանցը։ Մանթաշյանցը, հա, դու էլիտար։ Մինչև այդ էլ իհարկե էլի կուրսեր անցել եմ։ Հիմա AI կուրսեր եմ անցնում։ AI կուրսեր, այսինքն AI bot գրելու թե ինչ-որ ուրիշ բան է։ Ամեն ինչ, ոնց կարաս իրան ինտեգրես, ոնց կարաս իրան օգտագործես, քանի որ լիքը բան կա, որ պետքա տաս իրան էլի։ Իմ թիմում աշխատում է 3-4 հոգի, բայց մեր մոտ ամեն ինչը, օրինակ ես վերջերս տազա ծրագիր էլ աշխատացրեցինք, որ ավտոմատ օրինակ notification-ներ է սկսում ուղարկել հիվանդներին, որ իրենց հաջորդ այցի օրն է։ Իմիջելով խորհուրդ, եթե ինչ-որ աշխատակից կամ բան նոր ընդունելու լինես, կետերի մեջ AI-ի իմացությունը ավելացրա էլի դաժե առաջ բեր։ Ինչքան պետք է փող տաս այդ մարդուն, ինչքան տարբերությամբ պետք է վճարես այդ մարդուն, հարց է դա։ Ով AI գիտի, շատ, այսինքն եթե մարդը սովորում է, մի խնայի միանշանակ, հա։ Չեմ կարող ասեմ հստակ։ Երկու բան պետք է վճարել, երկու բանի համար, երբ որ մարդը սովորում է, երբ որ մարդը հավատարիմ է։ Եվ պրոակտիվ է։ Հա, պրոակտիվ ինքը հասկանում է ինչ է։ Ես օրինակ իմ բուժքույրը անին ջերմ բարևներ, լիքը որոշումներ կա, որ ինքը առանց ինձ հարցնելու կայացնում է, ինքը հաստատ գիտի, որ այդ իմ գործին։ Ասում է, «Էս սենց եմ արել, էս սենց եմ արել», ասում եմ, «Ապրես»։
Որտեվ օրինակ դրանից չգիտեմ, հերթը թեթևացավ, ես կարծա ավելի շուտ դու օրինակ ասում եմ, այս հիվանդին մի քիչ շուտ եմ կանչի, որտեվ այն հիվանդի հետ դուք շուտ վերջացրիք, այս հիվանդը ստեղ էր ապրում, հա, ինքը այդ անը չկարողանաս կազմակերպել։ Process management-ի մեջ, այսինքն ոչ թե նստում է իր ժամը սպասի, երբ վերջում հավաքվի գնա, հա։ Եթե այդ տեսակ մարդիկ, ովքեր որ քո process-ները քո կյանքը հեշտացնում են, բուժարույի օպտիմալացնում են կյանքը, իրանք անգին են, պիտի իրանց վրա ներդրվես։ Դե օրինակ նույնը դոկտոր Յանը, երբ որ եկավ մտավ իմ միջերս քո բանով էջով եմ տեսել։ Ինքը հերթերի հավաք, ինքը լուրջ բիզնես է, դա հերթերի ինձ Ջանազյան Արտուրն ասաց, քիչ էս օգտվում թույն բանը, չի պատկերացնում կարա կյանքդ այդ աստիճան թեթևանա, որ ինքը ես time management-ից այնքան վատն եմ, որ կինս 21 թե 22 թվականի նոր տարվան ինձ նվիրեց time management-ի մասին եւ մի 3 հատ գիրք։ Ոնց պետք է time management, ես time management չէի տիրապետում։ Հիմա արդեն սկսում եմ այդ ամեն ինչը անել։ Գիրք կարդալն է դժվարացել։ Ես վերջում վերցրեցի Հյուգոյի գրքերից, որ կարդամ ավելի լայն մտածելակերպ գեղարվեստական, հատվիրժենի է, բայց դեռ առաջի գլուխն է, չէ, շանվել է։ Դու երեխա ունես, вообще, հա, Անդրանիկն էլ է այդ ասում։ Դու էլ չես գնում, չէ, իրիկունել պետք է մի քիչ նստես կովրիկի խաղաս, բան, հա, չէ, նկա, papa ձեռը դիմի հետ նկարեմ, հա։ Չէ, օրինակ ես իմ երեխա ունեցող ընկերներից այդքան չեմ նեղանում, որ ինչ որ բան ալում, քան երեխա չունեցած, որովհետև նրանք գիտեն որ ժամանակ չունեմ, մինչև չունես չես հասկանում, ինչ է։ Դες վերջում հոգնել էի, բայց ուզում էի գրքի առաջի գլուխը կարդեմ, աչքերս փակվում են։ Մի շաբաթ առաջ էր երևի։ Ինչ անեմ, նկարեցի, գցեցի բան ChatGPT, ասեցի մի խոսքով ասա, գլուխը ինչի մասին է։ Այդ ատվերժնին ես կարդացել Հյուգոյից, դու գիտես որ Հյուգոյի Փարիզի Աստվածամոր տաճարը խիագր է։ Տաճարը գեշ տաճար է եղել Փարիզում, ուզեցել են քանդի քաղաքապետարանը, Հյուգոնը շատ է սիրել։ Ասել եմ ստեղծագործություն գրեմ, պատմություն, բայց մեջը նկարագրեմ տաճարը։ Ինքը այսինքն մեծամասամբ տաճարի նկարագրությունն է, այստեղ բանման։ Հետո ստեղծագործությունը որ գրում է, մարդկանց այնքան է դուր գալու, քաղաքապետարանը հրաժարվում է տաճարը քանդելու մտքից։ Այսինքն Նոտր Դամ դե Պարին, որ հիմա եղել է թույն տուրիստական տեղ, որտեղ մարդիկ գնում են, ինքը ժամանակին ուղղակի եղել է մի հատ տեղ, որը ուզեցել են քանդեն ու Հյուգոն իր ստեղծագործություն փրկել է։ Այդ արդեն մտքի մեծությունը է։ Իսկ այնտեղ պետք է կարդաս, որտեղ օրինակ ատվերժնում Ժան Վալժանի լինիան եմ շատ սիրում, ոնց է։ Դեռ չեմ ասել։ Հա։ Դեռ չեմ ասել։ Ոնց է հանցագործը, այսինքն անմեղ հանցագործը երկար տարիներ բանում, գնում իր ճանապարհ, բայց իր անցյալը անդադ իր հետևից գալիս է, դրա համար էդի մի հատ գիտես ի՞նչ ստեղծագործություն է, որ դու պետք է միշտ հիշես, որ դու եթե այսօր քայլ ես անում, անցյալը քո հետևից գալու է։ Դու չես կարող մի օր ասես ես մաքրվում եմ, դու պետք է քո սախ ճանապարհին մաքուր լինես։ Չես կարող ասես այսօր ես պղծեմ, հետո կմաքրվեմ, ոչ մեկ չի հիշի։ Էն էլ Հայաստանում, հա։ Նո, Հայաստանը, հա, դու չես կարող այդ, քո հետևից քո անցյալը միշտ շատ առանցքային միտք է։ Դե ինչ սիրելիներս, մեր հյուրը Elix կլինիկայի համահիմնադիր Կարեն Թովմասյանն էր, իմ շատ լավ ընկեր, բիզնեսմեն լավ իմաստով, կստացի այդ հարցն եմ ուզում քտամ, ուզում եի ավարտել, բայց էսի ասում էլի, քեն Հայաստան բիզնեսմեն բառը ընկալում որպես ինչ-որ խափեպա քցող սպեկուլյանտի, էլի, երբ որ ես ասում եմ իմ գործին ես բիզնեսի պես եմ վերաբերվում, այսինքն ես անընդհատ ներդրում եմ իմ մեջ, իմ տեխնիկայի մեջ, իմ կրթության մեջ, իմ ստաֆի մեջ փող եմ ներդնում ու դրանից ակնկալում եմ որ ավելի լավ ծառայություն, ավելի լավ մարդիկ դասը սպեկուլյացիայով եմ զբաղված, էլի, հա։ Լավ ջան, մտածել եմ դրա շուրջ ասոցիացիան կայսերվի հետ սովետական թեմաներից, որովհետև այդ ժամանակ դե բիզնես չի թույլ է տրվել, հետո ինչ որ շրջան ենք ունեցել, որ օլիգարխիա եւ այլն։ Դրա համար եթե տեսնում են լավ մեքենայով մարդ արդեն, չէ, որ ջիպա, սևա մեծ արդեն, всё, վատ մտքեր է։ Դու ինչ ես քշում։ Ես սեդան եմ քշում, Sonata է 18 թիվ։ Դա ինչ հետաքրքիր է։ Դու լուրջ բիզնես ունես, մի հատ չէ, մի քանի հատ, լուրջ ստամատոլոգ։ Դու քշում ես 18 թիվ Sonata։ Հեշտ մտածել ես դու պետքա քշես օրինակի համար, չգիտեմ, Maybach կամ բան օրինակի համար։ Դա ինչ որ этап պիտի գա, որ դու գիտակցես, որ եկել է դրանից հաճույք ստանալու։ Հիմա Sonata-ն քեզ այսպես բավարարում։ Հա, շատ պրակտիկա, շատ, հա։ Ես Nissan Rouge եմ քշում դրա համար, ես հարցում եմ կանգնում եմ, հա։ Էլի 18 թիվ։ Ես կարամ ասեմ մի բան, եթե բժշկության մեջ կամ այլ ոլորտներում չկա կոմերցիա, չկա նաև զարգացում։ Ապրես։ Հա, եթե հрьяաները, ովքեր որ բժշկական գիգանտներ են եւ Ամերիկայում եւ Իսրայելում, Գերմանիայում տարբեր տեղեր, եթե իրենք չվերաբերվում են որպես բիզնես,
հստակ գծախող էր, էլի մենք այդ նույն մտքով հիմա Ամերիկայում ոնց որ հիմնեցին գրասենյակ բժշկական туриզմի, որը որ կոմերցիա է։ Անունը ոնց էր։ Helix Med USA, որը որ կոմերցիա է, էլի այնտեղից ներգրավում ենք։ Անցյալ ամիս մի քանի հիվանդ եք ունեցել արդեն։ Ներգրավում ենք բուժառուներ, ովքեր գալիս են այստեղ։ Եթե նայես ուղղակի վсё դու բժիշկ ես կամ լավ ղեկավար ես, բժիշկը եթե միայն բժշկությամբ զբաղվում, կարող է շատ այդպիսի բաներ իրեն թույլ տա։ Կլինիկան մինչև փող չաշխատի, կլինիկան չի ունենա վերջի սերնդի սոնոգրաֆ, կլինիկան չի ունենա վերջի սերնդի մասնագետ, կլինիկան չի ունենա վերջի սերնդի պոլ պաթոլոգ, կներես էլի, ու երկրորդ բանը, որ մեր հիվանդանոցի տերերը թույլ են տալիս, իրենք գումար չեն ուզում ներդնեն։ Ջարդած պատոբնով չռեմոնտած պալատում ասում է հիվանդը պարկի, այդ հիվանդը ցենք մուծի մինչև 1 միլիոն դրամ։ Ասում եմ աբսուրդ է դա։ Դու ուզում ես հիվանդը գումար մուծի, դու պիտի իրան հյուրանոցից լավ պայման տաս։ Այդ իներցիայով ղեկավարներն են, իներցիա, բայց ինքն չկա ոչ մի գրագիտություն հենց բիզնես ղեկավարման մեջ։ Ես կլինիկայից տնօրենից մեկ է այսպես զրուցում, ասում եմ՝ ուր եք գնում դուք։ Ասում եմ՝ ես միակ բժիշկ եմ, ես գիտեմ հաջորդ տարի ինձնից ինչ է պետք։ Ինչ եմ աշխատելու, ինչ եմ շատ բուժելու եւ այլն։ Ասում դուք ուր եք գնում։ Դե շատանանք մեծ, ասում եմ՝ ինչքան մեծանանք։ Ասում զարգանանք, որ ուղղությամբ զարգանանք։ Մարդը չի պատկերացնում ինքը ուր է գնում։ Հիմա այդ էքսպանսիան, ստրատեգիան եւ այլն, ագոնը մի տարվա պիտի ունենաս, այսինքն 1-1.5 տարվա պատկերացնում։ Դե չէ, ահռելի 70% աճ ու հետո տարվա վերջնից տեսած օրա խի, ասի։ Լավ, աշխարհը շատ արագ է փոխվում։ Այն 5-ից 10 տարվա ստրատեգիաներ չեն կազմում։ Մի տարվան ռեալ է ու անես բաներ որ ռեալ կարանաս անես ու հիշես դա տրոհես փոքր քայլերի անընդհատ անես ամենամեծ դժբախտությունը երբ քո նշած ղեկավարներն են տանում ու տաղանդավոր մարդիկ հիասթափվում գնում են երկրից կամ ամենակիչը իրենց հիմնարկից իրենք շատ տուժում են։ Մի հատ հիմա ասած քեզ տարօրական հարց տամ, մարքեթինգի վրա Elix-ը շատ է փող դնում։ Բավականին շատ, հա։ Ես կլինիկաներ եմ ճանաչում, որ ասենք 150 միլիոն դրամի ապարոտ ունեն, 200 միլիոն, 300 միլիոն դրամի ապարոտ ունեն, ես մարքեթինգի բյուջեն 200,000 դրամ է։ Խնդում ես, ասենք, հա։ Այդ մարդիկ իներցիայով ապարոտ, իրենք չեն պատկերացնում կարող է գա մի պահ այդ 200 միլիոնը մի ամսում դառնա 20 մի ժամում, հա։ Դե պիտի պատկերացնեն տարբեր փուլեր կա, կարող է առաջի մի տարում դնեն իրանց ապարոտի 20, 30 կամ 50%, հետո ինչ որ ժամանակ հատվածի մի 1%-ը չդնեն կամ բայց մանևր են, բայց այդ ես էլ գիտեմ։ Nike-ը իմ սիրած բրենդն է։ Phil Knight-ը իմ սիրած բիզնեսմենն է։ Ինքը մտել է մի հատ բիզնես, որը ինքը սիրել է։ Ինքը սիրել է վազել, ինքը չի ասել, «Ահա ու բիզնես դնեմ, որ հարստանամ»։ Ինքը ասել է, «Ես վազել սիրում եմ, սպորտսմենները լավ կոշիկ չունեն, ես սկսեմ Ճապոնիայից կներկրեմ»։ Հետո Ճապոնիայից ներկրումների հետ խնդիրներ անում, սկսում արտադրել։ Ու իր նման երկու խելար։ Իր վասկի դասախոսով, որ Վաֆելնիցայում պատոշվայր ծռում ու ստացավ աշխարհի ամենալավ կորտեզները, բաներ, Nike կորտեզ առաջի, այդքան լավ գիտեմ այդ բրենդը, հա։ Nike-ի մենակ կոշիկի բրենդի ապարոտը 30 միլիարդ դոլար է։ Իրանք 3 միլիարդ ներդրում են մարքեթինգի մեջ։ Իրանք առնում են սպորտսմեններ, գովազ, դա ամեն տեղ։ Դրա համար ու Nike արդեն չի ասում մենք լավագույն բոթասն ենք տալի։ Ասում է եթե դու հաղթում ես Nike, դու սպորտային ես, դու առողջ ես, դու մի քայլ հավել ես, դու հաղթող ես ու այդ մոտիվացիոն գրքերից ամենաշատը Phil Knight-ի կոշկական է, որովհետև ինքը ռեալ միլիարդատեր գրել է։ Մի հատ գիժ խելար միլիարդատեր գրել է այդ բանը ու իր կայֆը որն է, մեծ հետաքրքիր ֆիլմ կա Nike-ի մասին, ոնց է Michael Jordan-ի ստորագրում։ Ու ֆիլմը вообще իր հիմնադրի մասին չէ, ինչ որ աջելի աշխատողի, որոնք գած է Michael Jordan-ի հետևից ուզում է ապացուցի, որ Nike-ը Air Jordan-ն է ստեղծում, էլ իր ամենահայտնի լինիան, ու ցույց է տալի, որ Phil Knight-ը չի խառնվում այդ process-ին։ Չի այդ մարդուն ասում, «Էսի չես անում, դու ինչ գործ ունես բան»։ Ասել է դու այսքան փող ունես, իսկ պետք է այսքան արդյունք, այսքան ժամանակում, всё։ Ինչ ուզում ես արա։ Ու այդ տղեն էլ Michael Jordan-ի ծնողներին էլ բան մի ձև ընկած բանման ու խոսքա տալի որ եթե դու ուրիշների ուղակի կոշիկն ես հագնելու մենք մեր կոշիկի վրա քեզ խփելու ու ստեղծում է Air Jordan-ը Air Jordan-ը առաջի տարում պետքա ծախվեր 3 միլիոն դոլարի ծախվում է 330 միլիոն դոլարի Air Jordan-ը ու արի հետաքրքիր բան ասեմ այդ մարդ չի կարելի պիտի մի գույն կամ գույների տարբերակցություն ուներ այսինքն կարմիր սևի տարբերակ շատ չլներ բոթասի վրա ամեն խաղի համար Michael Jordan-ի իրենք տուգանք էին մուծում, որ ինքը այդտեղից դուրս գա։ Բան նույնը Adidas-ը Maradona-ին փող էր տալի, որ ինքը շնորհողները, եթե ուշադիր լինես Maradona-ի խաղերին, շնորհողները կոչկում էր դաշտում։
Հա, բայց դա չի մտածել Adidas-ի տնօրենը։ Դու ունեցել ինքը մի հատ աշխատող կրեատիվ շիկ, ով որ ոչ բաժնի պետերը ոչ բան, նստել է ինչ անեք, ասել եք ելեք Մարադոնան, կոշիկները կոչկի, սա կամերանն մեկը իր վրա է ալնելու, ինքը Adidas-ա կոչկելու։ Իմացա որ կոլան սպորտսմենների հետ չի համագործակցում, ասում այնքան մեծ է իր ինքն ու բրենդը, որ վախենում է թե մեկի հետ համագործակցի, այն կոնկուրենտի, ասենք Մեսսի հետ համագործակցի, Ռոնալդոյի ֆանատները էլ չեն խմի։ Չտեսա Ռոնալդոն որ մի անգամ բանը գոլը շշրեց դրես մի կողմ։ Դա էլ անձնային բրենդի բան է, այսինքն ինչ է, եթե մեծ կամպանիաներ գտնում է պետք բան, ասես կլինիկան պետք է ծախսի ու ծախսի մարքեթինգի վրա, որ ցույց տա իրան, իր որակը ու իր ամեն ինչը։ Գովազդը ինքը պետք է վատով չնևի, սերիալների մեջ են որ ասում, այս գինի խմենք, մի հատ էս չիփսով ուտենք, այդ չէ, այլ այն ինչ որ բրենդը եւ ամեն ինչը կախված է ինչքան մեծ է երազում հիմնադիրը ու խոսքը չէ որ ասում է բիզնես մեծությունը հիմնադրի ուղեղի մեծության հավասար է գնում, կախված ինչքան մեծ է երազում կլինի բիզնեսի, կլինի անհատ ով իրեն ինչքան մեծ է երազում ու ինչքանով դա իրականության հետ կապ ունի։ Դու տենում ես որ լուրջ այն ամենահզոր բիզնեսմենները կյանքում չեն մտածել փողի մասին։ Սթիվ Ջոբսը մտածել է պորտատիվնի կոմպյուտեր ամեն տան մեջ։ Չի մտածել որ ինքը կարա դառնա աշխարհի ամենահարուստ կամպանիայի տնօրեն։ Սիրա մտքերով ինքը չի պատկերացրել։ Ինքը ուզում էր պորտատիվնի կոմպյուտեր ամեն տուն ունենա։ Հա, ինքը հենց դրան վրա էր գնում։ Խնդիրը լուծելու։ Այսինքն Facebook-ի հիմնադիրը ինքը ստեղծել էր իր social, իր կամպաշկի համար, մարկը ստեղծել էր ինչ-որ ծրագիր, որ համասաններ իրանցը, այդ համասանի ուսանողները այդ շփվեն։ Հայ անհատները, բիզնեսմենները, մասնագետները հիմնական դժբախտությունն այն է, որ իրենք մտածում են Հայաստանի մակարդակով կամ Երևանի մակարդակով, մարզից են գան Երևան հաջող են։ Պետք է մտածել առնվազն մի քանի երկրի մակարդակով, եթե ոչ ամբողջ աշխարհը, մի քանի երկրի մակարդակով։ Հիմա ասենք փորձում ենք Հայաստանը ստոմատոլոգիայի բրենդ սարքենք էլի, որ երկիրը այդպես բրենդավորվի։ Հա, ոնց որ Թուրքիայում մաստերակելն է, դες դառնա Հայաստան ստոմատոլոգիա։ Որ այդ նախադեպը եղել է, մենք չենք օրինա մարդիկ եկել են դրսից, որովհետև եւ մաչելի է եւ որակ կա, ինչու դրա վրա ոնց որ բան չանես։ Ամեն туриզմը, մարդիկ այս ատամներ սարքում է։ Իմ մոտ եկել էր մարդ, ով 30 տարի Հայաստանում չէր եղել դարձան նկարչուհի տարիքով, ով աղջիկով 15 տարի չէր եղել ու այն օրը Անդրանիկին եմ ասում, որ ինչ հաճելի է, որ ասես պայտակ ամեն օր քո ռուտինան է դրա մեջ չես գնահատում, ասես հա դե լավ մարդ էր, չէ, բայց զգում ես, որ ասենք քո համար կամ դու ես եղել այն շարժիչ ուժը, որ եկել է, դե պարզ է, մենակ քո մոտ չի եկել, գնացել է հարսանիք, Գառնիկ Եղարտվան, մի հատ էլ ասել եմ մտում Կարենը ատամները սարքի։ Դե ինձ սիրելիներս, այս վերջի մի քանի ստոմատոլոգների հետ զրույցի դեպ Արտուրի հետ Մանուկյան Աչափնյակի մենք խոսացինք, էլի ստոմատոլոգիայի ճաճ խոսացինք, դեռ դուրս չի եկել Ֆրանսմեդի տնօրեն Մոսը, մեր կավենի խոսացել են կավենից, հումորից եւ այլն։ Կարենի հետ խոսացինք բիզնեսի ստոմատոլոգների հետ դժվար է, ձեր աշխատանքային բանը տաղանդավոր մարդիկ են։ Շատ, հա, շատ բան չի, հա, ես հիմա սիրով լիքը տենց հյուրեր եմ սպասում, ում հետ հետաքրքիր կարելի է զրուցել։ Կա բաժանորդվեք դոկտոր Կարեն Թովմասյանի Instagram-ին, այնտեղ լիքը հետաքրքիր վիդեոներ կա, Elix podcast-ը նայեք, այնտեղ լիքը հետաքրքիր հյուրեր կան։ Իսկ այսօր այսքանը, Կարջան, մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։